Սիրելի հայրենակիցներ, սկսեմ մի հարցով, որի պատասխանը գիտեմ։ Այսօր Հայաստանը ապահով երկիր է։ Արդյոք մենք վստահ ենք, որ մեր սահմաններն ամուր են։ Արդյոք մենք վստահ ենք մեր երեխաների ապագայի համար։ Այո, պատասխանը բոլորս գիտենք։ Հայաստանը այսօր անվտանգ չէ։ Ես այստեղ եմ ոչ միայն սա ասելու համար։ Ես այստեղ եմ ասելու ամենակարևորը։ Այս ամենը փոխվելու է։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ Հայաստանի անվտանգությունը դառնալու է իրական, ուժեղ եւ ամենակարևորը անխոցելի։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը խոստացավ մեզ խաղաղություն, բայց բերեց պատերազմներ, 3 պատերազմ, բերեց կորուստներ եւ մարդկային եւ տարածքային, բերեց անորոշություն։ Նրանք թուլացրել են Հայաստանը բոլոր իմաստներով, թուլացրել են սահմանը, թուլացրել են բանակը, թուլացրել են պետությունը։ Եվ հիմա մենք բոլորս եկել ենք ասելու, որ պահանջում ենք փոփոխություն եւ պատրաստ ենք այդ փոփոխություններին։ Եվ գիտենք ումից ենք դա սպասում։ Եվ այդ մեկը Նիկոլ Փաշինյանը չի։ Մեզ բոլորիս ասում են, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներ պետք չեն։ Ավելին, ասում են, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ես ձեզ հարց եմ տալիս, կա ավելի մեծ վտանգ, քան սա։ Ամոթ, ամոթ, ամոթ։ Պետությունը, որն իր անվտանգությունը կապում է թշնամու հետ, ստորագրում է իր կործանման տակ։ Սա ազգային անվտանգային ճգնաժամ է։ Մենք չենք կարող ապրել հույսով։ Մենք չենք կարող կառուցել պետություն դատարկ խոստումներով։ Մենք չենք կարող մեր երեխաների ապագան հանձնել թշնամուն։ Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է կառուցենք, մենք պետք է ուժեղանանք, մենք պետք է պաշտպանենք Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բերած փոփոխությունները անխուսափելի են։ Բայց կա մի պարզ ճշմարտություն, ժողովուրդ ջան։ Պառակտված ժողովուրդները ուժեղ չեն կարող լինել։ Միմյանց չվստահող հասարակությունը չի կարող լինել պաշտպանված։ Եվ միասնությունն է, որ մեր ուժը դարձնելու է հաղթանակ։ Հայաստանի անվտանգությունը դառնալու է թիվ 1 առաջնահերթությունը։ Ոչ թե խոսքով, այլ գործով։